Նոյեմբերի 16-ին վաղարշապատ խոշորացված համայնքը ղեկավար կընտրի։ Ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերն այս օրերին շարունակում են հանդիպել բնակիչների հետ։ Հանրապետություն կուսակցությունը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Էջմիածին քաղաքում։ Ոնց է լինելու։ Քվեաթերթիկ համար։ Հանրապետություն կուսակցության վաղարշապատ համայնքի ղեկավարի թեկնածուն Հարություն Մկրտչյանն է։ Նա ի սկզբանե ցանկություն չի ունեցել առաջադրել իր թեկնածությունը, որոշ հանգամանքներ հաշվի առնելով փոխել է որոշումը։ Քոչարյանական եւ ռուսական, պրոռուսական ուժերի առաջադրումը եւ վաղարշապատից Գյումրի 2 ստանալու նկրտումները ինձ ստիպեց առաջին հերթին եւ երկրորդ այնպես չի, որ ես վաղարշապատի խնդիրներին ծանոթ չեմ եւ մեր հայրենակիցների խնդիրները լուծելու ճանապարհներն ու տարբերակները չգիտեմ։ Ասեմ ավելին, քոչարյանական տեխնացուները, եթե իրենց առաջարկում են իշխանություն վաղարշապատում, որ հասնեն ամբողջական իշխանափոխության, ես այդպիսի օրակարգ չունեմ իմ առաջ դրած։ Ես վաղարշապատում ուզում եմ իշխանություն, որպեսզի առաջին հերթին լուծեն վաղարշապատցու կենսական անհրաժեշտություն ունեցող խնդիրները։ Սա է նպատակը։ Թեկնածուն անդրադառնում է խնդիրների լուծման առաջնահերթություններին։ Քաղաքի բազմաբնակարան շենքերի նկուղները սարսափելի վիճակում են, հիմնականում ջրի եւ խոնավության մեջ եւ եւս 5 տարի էսպես, եթե վաղարշապատում շենքերը այս պայմաններում պահվեն, մենք կարող է խնդիր ունենանք առհասարակ այս շենքերը պահելու, ընդհանուր վթարային կարգ կարող են ստանալ այս շենքերը։ Վաղարշապատ խոշորացված համայնքի բազմաբնակարանների տանիքները, եթե նայեք, ձեր լացը կգա ուղղակի։ Սա առաջնահերթ լուծվող խնդիրների շարքին է պատկանում։ Կոյուղագծերի խնդիր կա ամբողջ քաղաքում, կոյուղագծերը պետք է հիմնանորոգվեն։ Երևանի ավականու Հանրապետություն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով այս ընտրություններին մասնակցելով իրենք խառնել են թե իշխանության եւ թե ընդդիմության բոլոր խաղաքարտերը։ Անի Խաչատրյանը վաղարշապատի եւ Գյումրու ընտրությունների միջև նմանություն է տեսնում։ Շատ հստակ նույն ընտրությունն է գնում եւ մենք առաջադրվել ենք այստեղ Հանրապետություն կուսակցության անունով, առաջադրվել ենք հենց անկախական Հարություն Մկրտչյանով, որպեսզի թույլ չտանք, որ Հայաստանի Հանրապետությունում եւս մեկ Գյումրի 2 կրկնվի։ Հանրապետություն կուսակցությունը վաղարշապատցիներին հորդորում է նոյեմբերի 16-ին գնալ ընտրատեղամասեր եւ կատարել ճիշտ ընտրություն։ Այստեղ հստակ ընտրությունը այլ է լինելու այս անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ընտրի Հայաստանի Հանրապետության անկախության եւ Հայաստանի Հանրապետության գավառացման, գուբերնացման, մեջ եւ Էջմիածինը դրա քննությունն է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Ես գնում եմ հաղթելու, վաղարշապատցիների արձագանքը եւ ստացված ազդակները դրա մասին են խոսում, գնում եմ միանշանակ բացարձակ իշխանություն վերցնելու։ Հանրապետություն կուսակցությունն առաջադրված այլ ուժերի հետ կոալիցիոն համագործակցությունը չի բացառում, միայն թե կուսակցականները բացառում են ընդդիմության հետ միավորումը։ Հասմիկ Ֆահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։